Սարի առաջին գիրքն է, ուրվագծեր հայամսագրային հրապարակախոսության պատմության 1960-70-ական թվականից։ Ուրեմն երկար տարիներ աշխատել եմ ռադիոլրագրող, չգիտեմ ինչու մեջը ցանկություն առաջացավ ուսումնասիրել հրապարակախոսություն ամսագրային, եւ ինչու 60-70-ականներ հպարտորեն եմ խոսում այդ ժամանակաշրջանի մասին, քանի որ այդ ժամանակաշրջանը ուսումնասիրած կամ այդ ժամանակաշրջանում հայտնի դարձած իրենց գործունեության մարդիկ, ես հպարտորեն ասում եմ, իմ դասախոսներն են եղել, Մարգո Ղուկասյան, Արմեն Հովհաննիսյան, հպարտանում եմ իրենցով, հիշում եմ այսօր էլ իրենց տված դասաժամերը, մասնագիտական, թե մարդկային, մի խոսքով ամբողջությամբ։ Եվ որոշեցի ամբողջը ունենալ գրքի տեսքով։ Ինչու գրքի տեսքով, սա էլ ինքնանպատակ չէ, ինքնագովազդ չէ, սա ուղղակի ուզեցի համեմատական եւ հորիզոնական անցկացնել այսօրվա մեր հրապարակախոսության հետ։ Ոչ վաղ անցյալում, սա չուսումնասիրված ժամանակաշրջան է։ Եթե մի դեպքում ուսումնասիրված է, ասենք Հրանտ Մաթեոսյանը կամ Վարդգես Պետրոսյանի կամ Արմեն Հովհաննիսյանի կամ Մարգո Ղուկասյանի ակնարկները կամ առանձին հրապարակախոսական գործերը, ապա մեզանում ամսագրային հրապարակախոսության ուսումնասիրություն որպես այդպեսին թույլ տվեք ասեմ առաջինն է։ Լուսահոգի Գառնիկ Անանյանների հրապարակախոսություն շատ լավ ուսումնասիրում ու նաև դասավանդել էին Երևանի պետական համալսարանում։ Որոշեցի այն գրքի տեսքով ունենալ հատկապես այն երիտասարդ սերնդին մատնանշելու, որ մենք ունենք նախկին նախնորդներից, մեր նախկին լրագրողներից, անցած դարի 20-րդ դարի 60-70-ականների հրապարակախոս գրողներից պատահական չի ասված այս բառերը, իրենցից սովորելու շատ բաներ ունենք։ Ամենայն լրջությամբ եւ բարի խոր իմաստով եմ ասում, իսկապես սովորելու շատ բան ունենք։ Այսօր որևէ լուր գրելը, թող ինձ թողներեն իմ գոլեգաները երիտասարդ, մի փոքրիկ լուր գրելով հայտնի դառնալը, ուղղակի ես չեմ ընդունում, կներեք։ Այ հրապարակախոսություն Մարգո Ղուկասյան, երբ նույնույթի համար նա 100 մարդուց ավելի հետ զրուցում է։ Եվ նյութ ափիտ մեջ դրած դու տեսնում ես իրեն բազմակողմանի եւ բազմաճյուղ։ Այսա շատ լուրջ, բավական լուրջ հրապարակախոսություն է։ Եվ ինչու հրապարակախոսություն։ Այսօր մեզանում գնում է լրագրությունը դեպի փաստի, ժուրնալիստիկա դեպի փաստը, փաստի վրա հիմնված ժուրնալիստիկա, սակայն հրապարակախոսությունը ավելի ամուր եւ ուր հիմքեր ունի։ Ինչու՞։ Որովհետև հրապարակախոսություն, հիշենք Ռաֆու հրապարակախոսությունը, հիշենք Նալբանդյանի հրապարակախոսությունը, ճիշտ այսօրվա ժամանակաշրջանին համահունչ է։ Հիշենք նույն Վարդգես Պետրոսյանի հրապարակախոսական հոդվածները։ Գյուղերը երիտասարդները հեռանում են գյուղերից։ Այսօր արդիական թեմա է, ավելի քան արդիական, Այսինքն ժամանակաշրջանը հրապարակախոսության համար գոյություն չունի, այն միշտ ապրում է իր պրոբլեմներով, ուղղակի մի փոքր փոխում են դերակատարներ, հերոսներ այսպես ասեմ։ Եվ 60-70-ականների հրապարակախոսությունը առանձնահատուկ է իր այն առումով, որ նա գնաց դեպի գեղարվեստական հրապարակախոսություն, ձևավորվեց հրապարակախոսական արձակ հասկացությունը, տերմինը գրականագիտության մեջ։ Վարդգես Պետրոսյանի հրապարակախոսությունը Գառնիկ Անանյանը համարում է հրապարակախոսական արձակն ամենից տվեց, հայկական էսքիզներ ունենք։ Մի խոսքով հպարտանալու շատ բան ունենք եւ գիրքը չգիտեմ ինչ մակարդակ է, ես չեմ ուզում գնահատականներ տալ գրքին, այժմ դուք կլսեք գնահատականները, ունենալու է նաեւ շարունակություն։ Ես այսքանով չեմ բավարարվում։ Այսինքն ընթացքի մեջ է հաջորդ գիրքը, հաջորդ մասը գրքի դրամաբանական շարունակությունը, չգիտեմ երբ լույս աշխարհ կգա, բայց լինելու է։ Ովքեր են ձեզ աջակցել, պատմեք մի փոքր, ինչպես, ասենք, ովքեր են ձեզ խրախուսել, աջակցել, որ ինձ աջակցել են իմ մասնագիտական ընկերներ եւ ուսուցիչները։ Ինձ նյութապես աջակցել է Հանրապետական կուսակցության Մարմորքի մասնաճյուղը, որոնք ամբողջությամբ իրենց վրա են վերցրել ստանձնել գրքի հրատարակչական ամբողջ ծախսը եւ տեսնում եք այսօր արդեն իրականություն է դարձել, շնորհակալություն եմ իրենց հայտնում։ Չգիտեմ, սա մի քանի տարիների լրջագույն աշխատանքի արդյունք է։ Ինձ համար այսօր պետական քննություն է։ Հավատացեք, այդքան հուզված չեմ եղել, երբ որ ստացել եմ դիպլոմ պետական համալսարան, որքան այսօր։ Թե ինչ ընթացք ունենա, հույս ունեմ, որ սա նաև կդառնա գիտական աշխատության պաշտպանության հիմք, քանի որ ես ասպիրանտ եմ նաև Երևանի պետական համալսարանում։ Պատմության, տեսության եւ մամուլի պատմության եւ տեսության ամբիոնի
ամբիոնում։ Այդ ձեռնարկի, հա, գրքի խորագիրը ինչով էր պայմանավորված հենց այդ խորագիրը։ Ուրվագծեր։ Ես կարծում եմ, որ սա քանի որ իմ առաջին ուսումնասիրությունն է եւ առաջին լուրջ, այսպես ասեմ, հա, կներեք անհամեստությանս համար լուրջ գիրքն է, հա, ես չեմ փորձել հիմնավորել հաստատապես, ուրվագծել եմ այդ ամենը, թե որքանով է դա ստացվել, դա կասեն իմ ավագ մասնագետ ընկերները։ Ես ուրվագծել եմ, գուցե սա հետո դառնա ավելի ծավալուն գիրք, որտեղ բացելու, փակագծերը բացելու շատ մեծ տեղ ունենք, դաշտ ունենք։ Առայժմ ուրվագիծ եմ սա համարել։ Հաջորդ գիրքը, որ ասացիք ընթացքի մեջ է, ինչ խորագիր է գրելու։ Դեռ չգիտեմ վերնագիր, դեռ չեմ մտածել, չեմ ընտրել, բայց ինքը ամբողջությամբ վեր է հանելու նույն ժամանակաշրջանի լեզվավոճական առանձնահատկությունները։ Փորձում եմ, շարունակ աշխատում եմ այդ գրքի վրա, փորձում եմ մխրճվել Արմեն Հովհաննիսյանի, Մարգո Ղուկասյանի լեզվավոճական իրենց առանձնահատկությունների տիպաբանություն, լեզու եւ ոչ, հա, հրապարակախոսները բոլորը առանձնանում են եւ լրագրողները, ստեղծագործող մարդիկ իրենց լեզվավոճական առանձնահատկությունն են, թե որը ինչպիսին է, ինչ ոճով է, փորձելու եմ այդպես վերլուծել հաջորդ գիրքը։ Ինչ կմաղթեք ձեր գոլեգաներին ավագ սերնդի եւ ասենք երիտասարդ սերնդի լրագրող սերնդի գոլեգաներին ուշ, համբերություն, չգիտեմ, ստեղծագործական ամենալավ տոկուն գործունեությունն եմ մաղթում, իսկ երիտասարդ սերնդին միայն կցանկանամ, որպեսզի իրենք հարմոնիկ աճեն, ներեցեք այդ բառիս համար, հարմոնիկ աճեն ու հետո կոչվեն լրագրող։ Փաստաթուղթ ստանալը որևէ բուհից դեռ լրագրող չէ։ Լրագրող պիտի լինել, զգալ, դա բնավորություն է, դա էություն է, դա տեսակ է մարդը։ Յուրաքանչյուր ոք լրագրող չի կարող դառնալ։ Դա պիտի ապրել, հա, ես այդպես եմ կարծում։ Եթե դու ապրես հասարակության հոգսերով, եթե դու այդ հոգսը համարես նաև քո հոգսը, խոսքը սոցիալական ու կենցաղային, ամեն նրբությունների, ամեն խնդիր, ուրեմն դու կարող ես ապրել որպես լրագրող։ Իսկ լրագրող պետք է կոչվել ժամանակի ընթացքում, պիտի հասունանա բառը, հա։ Մենք մի ավագ ընկեր ունեի, ասում էր հեռուստատեսությունը պիտի թեման այնքան եռա, որ կարողանան գրել։ Իսկապես ես հիմա հասկանում եմ, որ դա պիտի այդպես լինի։ Ես ավարտելուց հետո 10 տարի աշխատել եմ լրագրության ոլորտում, հիմա էլ աշխատում եմ, բայց հետո հասկացա, որ ես պիտի ավելի լուրջ բան անեմ։ Եվ ես ինքս իմ մեջ վճռեցի ինչու չանել։ Եթե նախկինում առաջարկներ ստանում էի, ինչ-որ ավելի երիտասարդ էի, լրջորեն չէի նայում այդ ամենին։ Ուղղակի կխնդրեմ մեր երիտասարդ լրագրողները մի քիչ ավելի լուրջ վերաբերվեն իրենց գործին, մի քիչ ավելի պատասխանատու լինեն, լավ։ Ու վեր կանգնեն կենցաղային մանր-մունր խնդիրներից։ Ինքը ժուրնալիստիկան ավելի ծավալուն, ավելի տարողունակ ոլորտ է, որտեղ մարդը ինքը ավելի շատ է բացահայտվում։ Եվ շնորհակալություն։